Շնորհակալ եմ։ Հարգարժան պարոն վարչապետ, բնականաբար չափազանց լավ կլինի, որ բոլոր նախատեսված դրական քայլերն իրականացվեն, բայց մեր իրականության մեջ կան դառը դրվագներ, որոնք կարող է լավագույն զարգացումների համար խոչընդոտ հանդիսանալ, եւ ես ուզում եմ դրանցից մեկին անդրադառնալ, որպեսզի մենք եւ հանրությունն իմանանք, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում խնդիրը չեզոքացնելու համար։ Այս տարվա կտրվածքով Հայաստանի Հանրապետությունը պիտի սպասարկի 400 միլիոնից ավելի արտաքին պարտքի ակումուլյացիա։ Հաջորդ տարվա որոշակի ժամանակային կտրվածքով, եթե չեմ սխալվում, 800-ից ավելի միլիոնի չափով, այսինքն ընդհանուր առմամբ կարճ ժամանակի մեջ 1 միլիարդ 200 միլիոն դոլարից ավել պարտքի ակումուլյացիա պիտի սպասարկի Հայաստանի Հանրապետությունը, որի պետական բյուջեն շուրջ 3 միլիարդ 55 միլիոն գումար է կազմում։ Ինչ հետևանքներ կարող է սա առաջացնել մեզ համար, եթե չկարողանանք հասնել եւ կարող ենք թե ոչ դա էլ խնդրում եմ ասեք պրոլոնգացիայի հնարավորությանը, եթե չլինեն գումարներ, որոնցով այդ պարտքերը կմարվեն կամ կսպասարկվի, կարող է հանկարծ Հայաստանի Հանրապետությանը սպառնալ դեֆոլտի վտանգ, հետեւաբար դրամային ապահովություն հանդիսացող այլ արժեքների նկատմամբ վտանգ, անշարժ գույքի գնանկում եւ այլն։ Շնորհակալ եմ։ Պարոն Ուրիխանյան, անկեղծ ասած, չգիտեմ ինչ եք այդպեսի թախտոտ ձայնով այդ հարցը տալիս, որովհետև հասկանալի է, չէ, որ այդ նորություն չէ, այսօր չի ծագել, եւ հասկանալի է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով, բյուջետային պլանավորման ծրագրով այդ ամեն ինչը նախատեսված է։ Ոչ, ձեր նշած որևէ սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը չի կարող սպառնալ, ոչ մի սպառնալիք։ Ոչ անշարժ գույքի գները ոչ թե նվազելու են, այլ բարձրանալու են։ Ոչ պետական բյուջեի եկամուտները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են։ Այսօր այս տարի ասում եմ մենք նվազագույնը 40 միլիարդ դրամով ավել գումար ենք հավաքելու պետական բյուջե։ Եվ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշները մեզ հիմնավորում են, որ մենք պետական բյուջեի եկամուտները շարունակաբար ավելացնելու ենք տնտեսական աճի հաշվին եւ ստվերային տնտեսության կրճատման հաշվին։ Միջազգային փորձագիտական կազմակերպությունները գնահատում են, որ մեր երկրում 50, երբեմն նույնիսկ ավելի են գնահատում տոկոս ստվեր կա։ Մենք պետք է գնանք այդ ստվերի հարկման ճանապարհով։ Բայց ստվերի հարկման համար շատ կարևոր նախապայման կա կոռուպցիայի բացակայությունը, որովհետև շատ դեպքերում այդ ստվերային գումարները իրենք ոչ թե ստվերային տնտեսության գործող անձանց մոտ են մնում, շատ դեպքերում դրանցով տարբեր կոռուպցիոն սխեմաններ են աշխատում։ Այդ ոնց է որ մենք այս մի քանի 10 ամսվա մեջ մենք կարողանում ենք 40 միլիարդ դրամ ավել պլանավորել, որ հավաքեն։ Ենթադրում եմ, որ դրա պատճառներից մեկն է նա, որ կառավարությունը եւ իշխանությունը չի գնում այդ բիզնեսներից իր բաժին ինչ որ փայեր հավաքելու եւ այլն, եւ այդ գումարը գոյանում է, առաջանում է եւ մենք այդ գումարները հավաքելու ենք։ Բայց ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այդ արտաքին պարտքի սպասարկումը դա ինստիտուցիոնալ առումով ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված եւ դա տարիներ առաջ նույնիսկ պլանավորված է, թե մենք ինչպես ենք այդ պարտքը սպասարկելու։ Դա միջնաժամկետ ծախսերի ծրագրով է նախատեսված, դա նոր միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված կլինի։ Արձագանքի համար խնդրեմ պարոն Ուրիխանյան։ Պարոն վարչապետ, դուք լավ գիտեք իմ հարգալից վերաբերմունքի մասին։ Հարցը տալիս եմ, ահռելի պարտքի մասին ժպտում եք, հետո ասում եք թախծոտ ձայնով։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը չի կանոնակարգում падգամավորի ձայնի ելևէջները։ Բա պարտքից եմ հարցնում, բյուջեի կեսի չէ պարտք ունենք մարելու, բա թախից է, բա ինչ է։ Բա դա լուրջ հարց է։ Եվ այո, ես մտահոգ եմ ու հիշացնում եմ ձեզ, որ թախծոտ հարցեր տվել եմ բոլոր իշխանություններին, որոնց հանդիպել եմ կառավարություններին այս դահլիճում։ Մենք ձեզ հետ միասին ենք դա արել։ Այնպես որ բա մտահոգիչ է իհարկե, եւ ես ուզում եմ իմանալ, պարտք վերցնելի է պետությունը, որ պարտք փակի, գումարը հերիքելու է թե չէ, գիտեմ որ ծրագրավորված է, բայց խնդիրներ լինելու են թե ոչ։ Տրամաբանական է, չէ՞, սա։ Շնորհակալ եմ հարգանքով ձեր հանդեպ։ Պարոն Ուրիխանյան, կներեք, եթե իմ խոսքի մեջ ինչ որ ոչ պատեհ բան նկատեցիք, ես որևէ նման բան նկատի չունեի, եթե նկատել եք ներողություն եմ խնդրում, ես ընդամենը ձեր տրամադրությունն էի ուզում փոխեի։